Հիշում եք 18 թվականի ընտրությունները եւ ինչ կարգախոսներով է ընտրություններին մասնակցել Նիկոլ Փաշինյանը։ Չկրկնեմ։ Ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, հիմնական թեզերը սա էր։ 21 թվականի ընտրություններ։ Էլի ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, Ղարաբաղը պահելու sense անսասան մտադրություն Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։ Հիշում եք։ Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ինչ թեզերով պետք է մասնակցի, ինչ կարգախոսներով։ Հասկան, մի հատ մոդելավորենք։ Ժողովրդավարությունից երկու սրբազան բանտում պահելով դու պիտի խոսաս ու Սամվել Կարապետյանով բանտում։ Ինչ ժողովրդավարություն։ Քանի համայնքապետի կալանավորում եւ այլն։ Սոցիալական արդարություն աղքատության մակարդակը։ Ինքը 24% ընդունելա 24%-ի վրա է։ Սոցիալական արդարության ամենից sense ամփոփիչ ցուցանիշ հենց աղքատության մակարդակն է։ Այն հիմնական կարգախոսները, որով ինքը միշտ մասնակցել է ընտրություններին, կոռուպցիայի մասին չեմ խոսում։ Ինքը այսօր Հայաստանում sense կոռուպցիայի դեմ պայքարողը գլխավորեց կոռուպցիան։ Պարագլուխն է։ Հայաստանի պատմության մեջ անիֆի պես 65 միլիոն դոլարի ոչնչացում ուղղակի չի եղել նման օրինակներ։ Կամ համայնքական հիմնադրամից 100 միլիոնը sense Գոլոշյանը հանկարծ պետք էր ծախսել են։ Վերջ։ Ինչ ուզեմ բանակցեմ, դուք ինչ գործ ունեք, այս ոչի մեջ է ամենը։ Հիմա մնում է մեկ կարգախոս, չէ՞։ Մեկ կարգախոս, խաղաղություն։ Սա զինադադար է, ոչ թե խաղաղություն, եւ զինադադար է մեկ մարդու տրամադրությունից կախված։ Ալիևի տրամադրությունից է կախված այդ խաղաղությունը։